Որքանով ճշգրիտ կարող է լինել պնդումը, որ եթե այնուամենայնիվ գործարարների միգրացիա չլինի Բարգավաճից, դա կարող է անուղղակիորեն վկայել նաև որոշակի երաշխիքների մասին, իսկ երաշխիքները կարող են վկայել այն մասին, որ Բարգավաճը ավելի ուշ փուլում կպաշտպանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ այս ընթացքում ուղղակի չի լինի կոալիցիայում։ Գիտեք, հասկանալի էր, որ այն հանգամանքը, որ այս խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանը մտավ շփումների մեջ միասնական շտաբի շրջանակներում արմատական ընդդիմության հետ, Սերժ Սարգսյանին ստիպում էր մտածել, որ դա հնարավոր է լինի նաև նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրա համար նախագահական ընտրություններից ամիսներ առաջ զրկել Բարգավաճ Հայաստանի վարչական ռեսուրսից եւ դրանով փորձել թուլացնել, դա իր որոշումն էր եւ ինքը քաղաքական սակարկությունների ընթացքում իր կոշտ վերաբերմունքով այն առաջարկություններին, որոնք արվում էին, մասնավորապես վարչապետի հարցում, ըստ էության ներքաշեց, դարձրեց այլընտրանք չունեցող Բարգավաճ Հայաստանի հրաժարումը կոալիցիոն ձևաչափում գործելու հեռանկարից։ Բայց հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանի չկա որևէ դրույթ այն մասին, որ կուսակցությունը նախապատրաստվում է իր թեկնածուով սեփական հանդես գալու նախագահական ընտրություններին։ Այսինքն այդ հարցը արկախվել է։ Չնայած մինչ այդ, երբ հանրապետական կուսակցության պատասխանատուները խոսում էին կոալիցիոն ձևաչափի նոր ձևաչափի որդեգրման անհրաժեշտության մասին, անընդհատ ընդգծում էին, որ այդ ձևաչափի առանցքում պետք է լինի համատեղ նախագահային պաշտպանելու, գործող նախագահային պաշտպանելու մասին պայմանավորվածություն։ Թեզը, դա պետք է լինի առանցքը։ Եթե կոալիցիան վերստեղծվի, դա պետք է դրվի առանցքում։ Մյուս կողմից վկայակոչում էին այն հուշագիրը, որը ստորագրվել է 11 թվականին, եւ որը ըստ էության կյանքի կոչվեց խորհրդարանական ընտրությունների մասով, ամենայն դեպս հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության պարագայում, օրինաց երկրի պարագայում ոչ, բայց երկուսն էլ ավելացրեցին իրենց քշիրը խորհրդարանում, ուրեմն եւ այսօր այն, որ կյանքի կոչվեց խորհրդարանական ընտրությունների մասով, ենթադրելի է դարձնում այն, որ պետք է որ կյանքի կոչվի նաեւ նախագահական ընտրությունների մասով։ Սակայն այն քայլը, որը արեց Բարգավաճ Հայաստանը, չհամաձայնվելով ըստ էության չգնալով նոր պայմաններում կոալիցիայի ստեղծմանը, իր մեջ հնարավորություն է պարունակում մի կողմից առաջադրելու սեփական թեկնածուին նախագահական ընտրություններին, մյուս կողմից, քանի որ այդ հարցը արկախվել է հիմնվելով այդ հուշագրի վրա, որը ստորագրվել է 11 թվականին, պաշտպանել գործող նախագահին։ Այսինքն երկու դուրն էլ իր համար Բարգավաճ Հայաստանը բաց է թողել, եւ սա է, որ ուրեմն կարող է բավականին վտանգավոր լինել, ինչու, որովհետև երբ որ դու արկախում ես մի ինչ-որ հարց, դու ստեղծում ես քո պարտնյորի հնարավոր մոտ գայթակղություն, քեզ ճնշելու եւ այդ հարցի լուծման ասպարեզում իր համար ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այնպես որ այստեղ է, որ այդ հարցի արկախումը ինքը կարծես խոսքը գնում են սեփական թեկնածուով նախագահական ընտրությունների մասնակցելու մասին։ Կարծես մի կողմից կուսակցության համար ստեղծում է մանևրի հնարավորություն Բարգավաճ Հայաստանի համար, մանևրի հնարավորություն, բայց մյուս կողմից հանրապետական ստեղծում է գայթակղություն ճնշելով Բարգավաճ Հայաստանին այդ մանևրից նրան զրկել եւ բերել իր ցանկալի արդյունքի։ Էս է հարցը։ Մինչդեռ եթե հարցը միանգամից կտրուկ լուծում է ստանում, այսինքն կուսակցությունը հայտարարում է, օրինակ ինչպես արեց Դաշնակցությունը, որ մտադիր է իր թեկնածուով մասնակցել, ըստ էության ճնշումների համար քո, այսպես ասած, վիզավին քեզ ճնշելու հարցում նրան մոտ գայթակղություն չես առաջացնում, որտեղ հարցը արդեն դու լուծել ես։ Հարցը դու արդեն լուծել ես, դու արդեն հարցին կտրուկ լուծում ես տալիս։
Այդ դեպքում դու կարծես այդ հնարավոր ճնշումների դաշտից դուրս ես գալիս եւ եթե լինեն ճնշումներ, դա արդեն կդիտվի որպես հաշվի հարդար, քաղաքական հաշվի հարդար։ Սա ուրեմն ես ասում եմ որպես քաղաքագետ, խոսելով այն չափանիշների մասին, որոնք կարող են ապահովել այս կամ այն մարտավարության արդյունավետությունը։ Թե որ մարտավարությունը կնախընտրի առաջիկայում Բարգավաճ Հայաստան, ամենայն դեպս հայտարարել են, որ հանդես են գալու խիստ կառուցողական դիրքերից։ Դա ձեզ հասկանալի ձևակերպում է։ Ինձ համար հասկանալի չի, որովհետև դա խիստ կառուցողական դիրքերից Բարգավաճ Հայաստանը հանդես էր գալի այն ժամանակ, երբ կոալիցիայի մաս էր կազմում։ Դա հասկանալի է, այսինքն խիստ կառուցողական դիրքերը, եթե խոսքը վերաբերվում է իշխանության հետ փոխհարաբերություններին, դա իշխանության իրականացման համար պատասխանատվության կիսելն է։ Եթե պատասխանատվությունը չես կիսում իշխանության գործունեության համար, կնշանակի ընդդիմադիր ես, եթե ընդդիմադիր ես, ուրեմն պետք է հանդես գաս խիստ այլընտրանքային Իդեպ ասում եմ, որ Բարգավաճը լինելու է կենտրոնաձիգ։ Խիստ այլընտրանքային կամ խիստ քննադատական դիրքերից։ Իսկ հնարավոր լինել եւ ընդդիմադիր եւ խիստ կառուցողական։ Գիտեք, մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ քաղաքագիտական չափանիշները չեն գործում։ Բայց եթե մենք առաջնորդվենք այդ չափանիշներով, ապա իհարկե խորհրդարանական դաշտում քաղաքագիրտ աշխարհում ընդունված կանոններով ընդդիմությունը եւ իշխանությունը նույնիսկ տարբեր տեղերում են նստում եւ ըստ էության ուրեմն կոնկրետ ֆունկցիա ունեն յուրաքանչյուրը մեկը պետք է իր պատասխանատվության ստանձնած պատասխանատվությանը համահունչ պաշտպանի գործադիր իշխանության քայլերը գործադիր իշխանության մոտեցումները, մյուսը պետք է քննադատի, վիճարկի եւ ներկայացնի այլընտրանքային մոտեցումներ։ Նույնիսկ ստվերային կաբինետի ձևավորման ճանապարհով։ Իսկ հնարավոր չէ լինել կենտրոնամետ կամ կենտրոնում։ Կենտրոնում հնարավոր է լինել, եթե դու խորհրդարանական ուժ ես, եթե դու Տիգրան Կարապետովիչի նման ղեկավարում ես ժողովրդական կուսակցություն, կարող ես լինել, բայց խորհրդարանական կուսակցությունները խորհրդարանական քաղաքական ուժերը բաժանվում են երկու մասի, կամ կիսում են պատասխանատվությունը գործադիր իշխանության գործունեության համար եւ մասնակցում են իշխանությանը եւ դրանով իսկ ուրեմն իշխանամետ են կամ իշխանական են կամ պետք չեն կիսում պատասխանատվություն գործադիր իշխանության գործունեության համար, չեն մասնակցում գործադիր իշխանությանը եւ դրանով իսկ ընդդիմադիր են։ Եթե դու քեզ զրկում ես այդ հնարավորություններից ընդդիմադիր դաշտում հանդես գալու, քննադատելու, քո այլընտրանքային դիրքորոշումները ներկայացնելու, այլընտրանքային ծրագրերը բարձրաձայնելու, եթե դու զրկում ես քեզ այդ հնարավորությունից, այդ ժամանակ անհասկանալի է, ինչու է հրաժարվում վարչական ռեսուրսից։ Որտեղ վարչական ռեսուրսից հրաժարվելը դա այն գինն է, որը քաղաքական ուժը վճարում է ինքնուրույնություն ձեռք բերելու, նախաձեռնողականություն ստանալու եւ ընդդիմադիր դաշտում իր գործունեությամբ այդ կորուստը արդարացնելու, փոխհատուցելու եւ նույնիսկ առավելագույն դիվիդենդներ ստանալու համար։ Եվ վերջին հարցը կիսակատակ կարող եք պատասխանել, կարող եք ոչ, դուք հայտարարել եք, որ Ծառուկյանը աստված չէ, որ ինձ տիպի հրաժարվել մանդատից, լրագրողներից մեկը նկատեց, որ փաստորեն որ Ծառուկյանը աստված է։ Ես հիմա հայտարարում եմ հակառակը, Ծառուկյանը աստված է եւ կարողացավ ինձ զրկել մանդատից։ Եղավ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ։ Դա ձեզ դա է հետաքրում կամ դա կարող է զվարճացնել, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար եւ հաջողություն ձեր քաղաքագիտական գործունեությանը։ Ես տեղեկ եմ, որ հիմա արդեն դուք հայտարարել եք, որ նախապատրաստվում եք նախագահական ընտրություններին։ Այո, անշուշտ։ Դա մեր պարտքն է։ Մենք իմիջ մասնակցել ենք
Քաղաքագետների միությունը 91 թվականից եւ 91 թվականին մենք պաշտպանել ենք երկու տեխնացուների եւ Սոս Սարգսյանի եւ Զորի Բալայանի։ Զորի Բալայանին չէին գրանցել դրա համար, Սոս Սարգսյանին ես մամուլի ասուլիսն եմ նրա կազմակերպել Մոսկվայում, Ռոսիա կինոթատրոնում, Ռոսիա հյուրանոցում եւ ասեմ որ դա զարմանալի չի, որովհետեւ մենք քաղաքագետների միություն ենք եւ մենք պատրաստ ենք բոլոր տեխնատուներին աջակցել մեր մասնագիտական կարողությունների չափով եւ նույնիսկ հանրապետականին ինչի մասին է բոլորին շնորհակալություն սա դրա համար էլ կոչվում Հայաստանի քաղաքագետ 90 թվականից մենք բոլորին պատրաստ ենք աջակցել բոլորին կողմնորոշել դա մեր պարտքն է որպեսզի քաղաքական դաշտում ստեղծվեն ներդաշնակ եւ իսկապես արդյունավետ հրապարակային քաղաքական գործոնը բացահայտելու համար արդյունավետ պայմաններ հրապարակային քաղաքական գործոնի ներուժը լիարժեքորեն օգտագործելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն որտեղ հրապարակային քաղաքականության մահը դա երկրի մահն է երկրի հոգևոր մահն է նշանակում հրապարակային քաղաքականության գործոնը պետք է միշտ ուրեմն պահանջված լինի երկրում որպեսզի շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան թույլ տվեք եզրափակել հաղորդումը շատ շնորհակալ եմ ձեր դիտարկումների համար սիրելի հեռուստադիտողներ մենք զրուցում ենք քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հայտնի է որ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվել է իր մանդատից նա ներկա ընտրությունների մասնակցում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով մենք պարոն Հովհաննիսյանն հետ զրուցեցինք արդեն հետկոալիցիոն զարգացումների մասին պարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ Բարգավաճին սպասում են ծանր ժամանակներ, ծանր այն իմաստով, որ պետք է կատարել ընտրություն մի կողմից հասկանալի է, որ Բարգավաճը կոալիցիայում չէ, զրկվել է վարչական ռեսուրսներից եւ տրամաբանական է, որ հանդես գան դիմադիր դիրքերից, մյուս կողմից Բարգավաճի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ինքը լինելու է խիստ կառուցողական, որը վկայում է շատ ավելի կոալիցիոն կամ կոալիցիա մեծ դիրքորոշման մասին, ըստ պարոն Հովհաննիսյանի, սա քաղաքագիտական իմաստով հակասում է միմյանց եւ առաջիկայում պետք է տեսնել, թե վերջին ինչպիսի խորհրդարանական եւ քաղաքական վարկ կորթեգրի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սա համառոտ եթե բացեք թողել մեր զրույցը ես հիշեցնում դուք դիտում եք Artnews-ի բանաձևը շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն